Ծառուկյան, այս ցուցահանդեսում Հիսուս Քրիստոսի արձանի ստեղծման կառուցման վավերագրությունն է, արդյոք դուք եւս հետ գնացիք, թե ինչպես ծնվեց գաղափարը եւ բավական մեծ աշխատանք է տարվել, ինչպես է գնահատում։ Որին որ դες անկեղծ ասեմ, իրոք գործը կատարում ենք, աշխատանք գնում է, բայց որ այստեղ նայում ես, այս աշխատանքները ամեն ինչը եւ հիանում ես կատարած գործով եւ մտքերի մեջ ես ընկնում, որ մտքերի մեջ, այո, ես նկատի ունեմ այն, որ այսօր մենք ազգովի կառուցում ենք նոր էջ ենք բացում, նոր պատմության մեջ մտնելու, ճանաչում տալու, հզորություն, նոր ասենք թե աշխարհին ներկայանալու ինչ-որ հաշտության, համերաշխության նոր խորհրդանիշ, ամենակարևորը ես ասեմ, մենք պետք է կարողանանք հաշտության, համերաշխության, այդ նախանշարություն չլինի, բարիություն, կամեցողություն, լավատեսություն, մենք իրոք ազգովի շատ դժվարություններ ենք տեսել, ես այսօր ոչ թե անգիրարած բառեր եմ ուզում ասեմ, անկեղծ իրական, բնական, սաղին հասկանալի, ընկալելի, որ հայ ժողովուրդը ավելի վատ օրեր է տեսել իր կյանքում, բայց միշտ կարողացել է կառուցի, ստեղծի, անի ամենալավը, ամենաուժեղը, հայ, ասենք թե արվեստագետները, մշակույթ գործարարները արել են այն ամենաճոխ, ամենաանտիրը, ցանկացած ոլորտում հայ ժողովուրդը, հայրը մասնակցություն ունեն դրան։ Ու այսօր նորից եմ ասում, այո, իմ նպատակն է եղել, որ մենք միասնական կարողանանք եղածը, ինչ որ Աստված մեզ տվել է, մենք ուրիշինը չենք վերցնում։ Մեր եղածը մենք չենք կարողանում աշխարհին ներկայացնել։ Մենք ազգովի պետք է կարողանանք ինչ որ Աստված մեզ տվել է, պատմությունը տվել է, կարողանանք աշխարհին ներկայացնելու։ Դա նաև ես ասեմ Նոյան տապանը, որ իմ մեկը մյուսի ետևից որ մտքեր են առաջանում, դա մեզ տալիս է հզորություն, ավելի մեծ ճանաչում, տուրիզմի զարգացում, որ մենք կարողանանք, չենք կարող խեղճացած մնալ։ Մենք հզոր պատմություն ունեցող ազգ ենք։ Մենք պետք է միշտ իրար կողքի կարողանանք կառուցել, աշխարհին ներկայացնել, որ ամբողջ աշխարհը գա։ Ես ասեմ, այսօր ամբողջ աշխարհից գալիս են, ամբողջ աշխարհից, Ամերիկայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից։ Ես ասեմ, այսօր Հիսուսի արձանը դա կապ չունի ոչ քաղաքականության հետ, ոչ մի կապ, ոչ էլ ասենք թե ռուսամետ կամ արևմտամետ, չկա այդպիսի բան, ժողովուրդ, ընդհանուր հավատք, վստահություն, հույս, լույս, որը մարդը պետք է ապրի սպասելիքներով, երազանքով, հավատքով, անհավատ մարդը ոչ մի բանի պետք չի, եւ դրա համար ես օրորի տեսնելով ավելի ճոխ եմ անում, ասենք թե դա այդ Աստված այդ հնարավորությունը տալիս է, հենց այնպես չի լինում 2500 մետրի վրա, պիսի հզոր, որ նայած մի հեկտարի վրա կառուցվում է, ձյունն էլ չի խանգարում, քամին էլ չի խանգարում, Աստծու մատը մեջն է, դա հնարավորություն է տալիս մեր հայ ժողովրդին, այո, որպես խորհրդանիշ աշխարհին։ Ես շատ տպավորված եմ, հիացած եմ, որ այսպես ամբողջ, ասենք հիմա զմեռա, բայց հազարավոր, 10,000-ավոր մարդիկ զանգերով ցանկություն իրենք էլ մասնակից լինեն։ Իմ նպատակը, իմ ծրագիրը ես զգացել եմ, որ դա ճիշտ բան է, որ ազգովի գալիս են կառուցելու, սարքելու, մեր ժողովրդին այս վիճակից հանել, որ լինի հույս լինի, լույս լինի, հավատ լինի։ Հիմնական սա է։ Շնորհակալություն։ Քանի կամավոր, քանի մարդ է որպես կամավոր մասնակցել Քրիստոսի արձանի շինարարությանը։ Ես մարդկանց չեմ հաշվում, անսահմանափակ 100-ով, 500-ով, 1000-ով եկել են, ամենակարևորը որպես ոնց ասեմ ժողովուրդ միասնական, գիտես ինչ, հիմա հարևանը չի խոսում, եղբայրը եղբորի հետ, բայց այդտեղ որ գալիս են բոլորը ուրախ, զվարթ, հանգիստ, նայելով, հիանալով, աղոթները շուրթերին, վերջում էլ իրար հետ աղոհաց կիսելով, երազանքով էլ չի մտածում, որ անդե պարտքի տակ է, վարքի տակ է, հույսով, հավատով, ժպիտը դեպքին, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա ասենք թե անտած զանգեր, ես բոլորին ասել եմ Իվետային, Լիանային, որ բոլորին ցուցակագրեք, կան տարածքներով են գալի, տան իրենց կոլեկտիվներով, գալիս են ցանկացած թոշակառուները, վետերանները, բոլորին ասեմ ցուցակագրեք,
օրեկան 2000, 3000 էլ կգան, պատրաստ ենք դիմավորելու, կազմակերպելու, մասնակից լինել, վերևնել իրար հետ, աղուած կիսելու, աղուածը մարդկանց պարտավորեցնում է, իրար հարգելու, իրար հանդեպ հավատարիմ լինել։ Բայց դա մոտավորապես երբ հնարավոր կլինի իրականացնել, որովհետև նկատելի է, որ բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն ու ցանկություն են հայտնում մասնակիցը դառնալ այդ ծրագրին։ Ուրեմն նոր դուք տեսաք, Իտալիայից են եկել, Գերմանիայից են եկել, գալիս են։ Դες ձմեռա ցուրտ, բայց հիմա այնտեղ ներսում աշխատում են։ Որ ասենք թե հիմա գնաք տեսնեք աշխատում են։ Ու ավելի ինչքան որ գործ կա, բոլորին կազմակերպել, որ բոլորն էլ գան։ Հիմա ես չեմ ուզում ձևի համար արագ անել։ Ինչքան որ այդ խոսակցությունը աշխարհում մեկ, հիմա կան աստղեր են ուզում գան, որը պայմանավել ենք բազմաթիվ տարբեր երկրներից, Ամերիկայից, Իտալիայից, Ֆրանսիայից աստղեր, որ հիմնականում ուզում ես ավելի ճոխ լինի։ Ոչ մի բանի առաջ չես կանգնում, որ մենք նոր պատմություն ենք կերտում աշխարհին ներկայացնելու։ Դրա համար լիարժեք ամեն ինչ անում են, որ գաք նայեք, պետք է էնել լինի, որ հավասարը չլինի տվյալ պարագայում։